Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչին։ Բարի երեկո, պարոն Խայմովիչ, շնորհակալ եմ հարցազրույցի այս հնարավորության համար։ Շնորհակալություն ձեզ հետ զրուցելու հնարավորության համար։ Պարոն Խայմովիչ, Ուժեղ Հայաստան կուսակցությունը երեկ ներկայացրեց անվտանգության ծրագիրը, որը նախատեսում է օդային եւ ցամաքային պաշտպանության նոր համակարգերի, արդիական համակարգերի ներդրում Հայաստանում։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնել, ինչ ծրագրի մասին է եւ որն է նորարարությունը, խնդրեմ։ Դա ռազմավարական ծրագիր է եւ գաղափարը այն է, որ նոր տեխնոլոգիաներ բերենք, նորարարություններ եւ այս տեսակի նոր բաներ, որովհետեւ միայն դա է թույլ տալիս պատրաստ լինել ապագային։ Միստր Խայմովիչ, ծրագրով նախատեսվում է նաև ես մեջբերեմ միասնական կառավարման մեխանիզմի ձևավորում, տեղական ռազմաարդյունաբերության համալիրի կատարելագործում, արտաքին ուժերից հնարավորինս կախվածության թուլացում։ Այս ամենը, ինչ նախատեսված է ծրագրով, այսօր պաշտոնական Երևանը եւս հայտարարություններով ներկայացնում է։ Կցանկանայի հասկանալ, որն է ձեր առաջարկած ծրագրի տարբերությունը։ Ես կարծում եմ, որ մենք խոսում ենք այստեղ պետության մասին, իսկ ուժեղ պետություն նշանակում է, որ պետք է տարբեր խմբեր աջակցեն նրան, տարբեր արդյունաբերական ոլորտներ միասին աշխատեն։ Նման հարաբերությունների միջոցով այս երկու հատվածների միջև հարաբերությունները կտան այնպիսի լուծումներ, այնպիսի հանձնառություններ կօգնեն մեկը մյուսին, որպեսզի ավելի արդյունավետ գործեն եւ ավելի արդյունքատու լինեն։ Իմ կարծիքով սա ճիշտ ժամանակն է տեղական արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար, ավելի բարդ, ավելի զարգացած առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչը ավելի կարևոր կլինի մոտակա ապագայի համար։ Շատ մենք այսօր խոսում ենք իհարկե դրոնների, ԱԹՍ-ների մասին, այլ հակաօդային տեխնոլոգիաների մասին, բայց կարծում եմ, որ դեռ շատ տեղ կա, որ առաջ գնալու հնարավորություններ կան ու կարող են համատեղ ուժերը մեզ ավելի արդյունավետ դարձնել։ Պարոն Խայմովիչ, Ուժեղ Հայաստան կուսակցությունը այսօր նախատեսում է ուժեղ բանակի ստեղծում, ինչը ենթադրում է պաշտպանական բյուջեի ավելացում, նոր զինատեսակների, նոր սպառազինության ձեռքբերում եւ այլն։ Այսօր Հայաստանը Ադրբեջանի հետ գնում է խաղաղության ճանապարհով։ Մտավախություն չունեք, որ սա կդիտարկվի որպես Հայաստանի ռազմականացման նոր ծրագիր եւ հնարավորություն կտա օրինակ նոր էսկալացիայի։ Ես կարծում եմ, որ ուժեղ բանակը պարտադիր չի նշանակում մեծ բյուջե եւ իրականում մենք ապրում ենք հիմա շատ ասիմետրիկ միջավայրում։ Միշտ պարտադիր չէ լինել նույն կարգավիճակում, ինչպես որ մյուսները, կախված է թե տվյալ իրավիճակում ինչն է արդիական։ Չեք կարող, եթե ինչ-որ մեկին փողով մյուսից առաջ անցնել, կարող եք այլ տեխնոլոգիաներ օգտագործել։ Դրա համար էլ ես ասում եմ, որ կարող եք քիչ բան անել, բայց ավելի մեծ արդյունքի հասնել, ու սա միայն կարգախոս չէ։ Պետք է հասկանալ ինչն է արդիական, ինչն է հիմա կարևոր, ինչն է անհրաժեշտ ու դրա վրա ուշադրություն դարձնել ըստ ձեր առաքելության, ըստ ձեր արժեվ կանգնած մարտահրավերների։ Միայն փողի հարց չէ։ Իհարկե, գումարը շատ կարևոր է, բայց հարցը այն է, թե դուք ինչ եք անում ձեր փողով։ Այսինքն փիլիսոփայությունը կառուցելու ներքին անվտանգության ռազմավարություն շատ կարևոր է։ Պետք է հասկանաք ինչն է ամենակարևորը, ինչն է ավելի քիչ կարևոր, որն է առաջնահերթությունը, այլ ոչ թե միայն փողի մասին մտածենք։ Երեկ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, երբ խոսում էր անվտանգության տեսլականից, ես մեջբերեմ, Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը եւ անցնի առաջնային է Հայաստանն ու մեր շահերը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ մեր ունեցած վերջին ռազմական գործողությունները եւ ծանր կորուստները, արդյոք այսօր մեր երկիրը կարող է հանդես գալ նման դիրքերից, նման հայտարարություններ անելով։
I do believe that strong Այո, ես կարծում եմ, որ ուժը եւ խաղաղությունը իրար հետ փոխկապակցված են։ Ուժեղ երկիրն է կարող հասնել խաղաղության, թույլը չի կարող։ Դրանք փոխկապակցված են իրար հետ։ Նույն բանաձևն է այստեղ գործում։ Պետք է հասնել ինչ-որ բանի, պահպանել դա, խոսքը խաղաղության մասին է։ Դրա համար պետք է բավականաչափ ուժեղ լինել։ Ես չեմ կարծում, թե այստեղ որևէ հակասություն կա այս բանաձևի երկու կողմերում։ Պարոն Խայմովիչ, գաղտնիք ասած չեմ լինի, որ Ադրբեջանը երկար տարիներ գնել է իսրայելական արտադրության տարբեր զինատեսակներ, կիրառում է հակաօդային պաշտպանություն, ժամանակակից հեռահար դրոնային համակարգեր եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, դուք որպես Իսրայելում ծառայած սպա, ինչ նոր տեխնոլոգիաներ եւ արդյոք հակակշիռ եք առաջարկում Ադրբեջանում կիրառված այս համակարգերի եւ կարող ենք մենք ապագայում տեսնել օրինակ իսրայելական արտադրության որոշ զինատեսակներ Հայաստանի զինված ուժերում։ To clarify, I'm here as an independent international expert. Պարզաբանել, որ ես միջազգային փորձագետ եմ, ես համակարգեր չեմ վաճառում եւ ես չեմ ներկայացնում Իսրայելի կառավարությունը կամ այս արդյունաբերությունը, այնպես որ կարծում եմ, որ իրավիճակը այն է, որ ես եկել եմ ռազմավարական խորհուրդներ տալու, պարզաբանելու իրավիճակը եւ կառուցելու նոր փիլիսոփայություն, նոր ռազմավարություն, խոսքը կոնկրետ ռազմատեսակների մասին չէ։ Դուք հավանաբար նաև ուսումնասիրած կլինեք հայ-ադրբեջանական վերջին պատերազմները ձեր դիտարկմամբ, օրինակ Հայաստանը հնարավորություն ուներ այդ պատերազմից դուրս գալ այլ երկով, այսինքն ունենայինք այլ սցենար։ I think that's one of the most and the main lesson learned. Ես կարծում եմ, սա ամենամեծ դասերից է, որը մենք երևի թե քաղել ենք։ Այսինքն սովորել ենք, որ շատ կարևոր է պաշտպանել օդային տարածքը, ուժեղ պաշտպանություն ձևավորել։ Եվ իրականում միշտ էլ կարելի է ավելի ու ավելի լավ լուծումներ գտնել, կարող եք ավելի ու ավելի պատրաստ լինել տարբեր սցենարների ու տարբեր իրավիճակների։ I said very clear. The fact that the sky շատ պարզ է եւ այն փաստը, որ երկինքը չէր փակվել եւ նորանոր վտանգներ կային ԱԹՍ-ների կողմից, որոնք մեծ հարվածներ հասցրեցին պետությանը, դա անհերքելի փաստ է ու նման վտանգները չի կարելի անտեսել, եթե դուք ունեք գիտելիք, հարց էլ չկա, որ դուք պետք է դրանք ծառայեցնեք ձեր նպատակին։ Եթե Հայաստանը ճիշտ ձևով կառուցեր իր պաշտպանությունը, իհարկե այլ կլիներ արդյունքը, ելքը պատերազմի, բայց ցավոք սրտի շատ դրամատիկ եղավ։ Վերջին պատերազմում կրած մեր ծանր կորուստներից հետո այսօր մեր սպաները, զինվորները հասկանալի պատճառով ինքնավստահության պակաս ունեն, ընկճվածություն ունեն բնականաբար, ըստ ձեզ ինչը կարող է փոխել նրանց տրամադրությունը եւ բարձրացնել ինքնավստահությունը, քանի որ տարբեր ժամանակներում մեր զինված ուժերը բազմաթիվ հաղթանակներ է ունեցել եւ ընդհանուր առմամբ ինչը կարող է բարձրացնել մեր մարտական ոգին, թեև այսօր էլ այն ցածր չէ, բայց ինքնավստահությունը ընդհանուր առմամբ ինչը կարող է բարձրացնել։ You raised an excellent point. Դուք շատ լավ հարց տվեցիք, իմ կարծիքով շատ կարևոր է այո ինքնավստահությունը կառուցելը, դրա համար պետք է հմտությունները զարգացնել, սպաները, զինվորները, հրամանատարները, նրանք բոլորը իրենց վստահությունը զարգացնում են ըստ իրենց կատարողականի, ըստ նրա թե ինչպես են հավատում իրենց ավակ ընկերներին եւ կառավարությանը։ Դա մեկ օրում կամ վայրկյաններում տեղի չի ունենում։ Պետք է շատ հստակ գործընթացներ դրա համար մշակել։ Հասկանալ ինչպես պետք է նախապատրաստվել, մարզվել, եթե նրանք զգան, որ իրենք պատրաստ են այս կամ այն առաքելությանը, իրենք կունենան վստահություն, իրենք իրենց կվստահեն եւ վստահ կշարժվեն առանց։ Իհարկե անկասկած է, որ չնայած բոլոր մեր ջանքերին շատ կարևոր է նաև բարելավել անձնական հատկանիշները, անձնական հմտությունները։
Ես կարծում եմ հենց դրա մասին էլ երբ որ մենք խոսում ենք, խոսելով մեր սերնդի մասին, այնքան էլ չէ տարբերությունը երկու սերունդների միջև կամ եվրոպացիների, ասիացիների, այլազգերի մասին, որովհետև մենք խոսում ենք հիմա խելացի, բանիմաց մարդկանց մասին, այնպես որ անկասկած կարողությունների առումով, հնարավորությունների առումով ամեն ինչ էլ հնարավոր է։ Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական ղեկավարությունը գնում է դիվերսիֆիկացման ճանապարհով, այսինքն զենք զինատեսակներ է գնում եւ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից։ Ինչ եք կարծում, ճիշտ ուղղության վրա են։ Գիտեք, հարցը այն չէ, որ այսինքն սա այն իրավիճակը չէ, որ երեխան մտնում է խաղալիքների խանութ ու իրեն խաղալիք է ընտրում, որովհետև հարցը այն է, թե դուք ինչի կարիք ունեք, որոնք են պահանջները, որոնք են այն մարտահրավերները, որոնց դուք բախվում եք եւ ինչ բացեր ունեք, որ կարելի է լրացնել, այսինքն կարևորը այն չէ, ինչ համակարգ եք կիրառում, այլ թե ինչպես եք դրանք ինտեգրում, արդյոք դրանք արդիական են թե ոչ, արդյոք դրանք պետք են ձեր ժողովրդին ու ձեր առաքելությանը։ Կարևոր չէ այս երկրից է թե մյուս երկրից, հարցը նույնիսկ այն չէ, թե ինչ արժե, հարցը այն է, թե ինչքանով է դա արդիական, ինչքանով է ծառայում ձեր խնդիրների լուծմանը, դրանք են կարևոր հարցերը։ Երեկվա ձեր հայտարարության մեջ դուք ասում եք, որ ես մեջբերեմ ձեր խոսքից բոլոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել նորարարությամբ։ Ես ուզում եմ հասկանամ, մենք ընդհանուր առմամբ որպես ազգ եւ պետություն ունենք այդ ներուժը վերականգնվելու եւ նաեւ վերականգնելու ռազմական բալանսը Ադրբեջանի հետ, որի հետ ծանր մարտական գործողություններ ենք ունեցել եւ ծանր կորուստներ ունենք։ Այո, նորարարությունները եւ տեխնոլոգիաները ձեռք-ձեռքի տված են գործում եւ այսօր մեր ամբողջ կյանքը, մեր կյանքի բոլոր ոլորտները դրա շուրջ են ծավալվում։ Անկասկած նորարարությունն ու տեխնոլոգիաները կան թե Հայաստանում, թե Եվրոպայում, թե այլուր։ Կարևորն այն է, որ մենք առավելագույնս օգտագործենք մեր ունեցած ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, ինտելեկտուալ ռեսուրսները, այսինքն հարցը այն չէ, կա ռեսուրս թե ոչ, որովհետև միանշանակ կա ռեսուրս։ Ուղղակի յուրաքանչյուր երկիր պետք է սովորի դրանք օգտագործել։ Ես հավատում եմ, որ այս ասիմետրիկ իրավիճակը կարող է կարգավորվել նորարարության միջոցով, դա գործիքներից մեկն է։ Խոսելով հավասարակշռության մասին, հավասարակշռությունը 50-50-ը չէ, դա պարզապես այն ոսկե միջինն է, որտեղ դուք ձեզ տեսնելով, երբեմն դա կարող է 70-30 կամ այլ, դուք կգտնվեք լավագույն իրավիճակում։ Այսինքն այն գաղափարները, որոնք թույլ կտան փոփոխություններ բերել, միշտ չէ, որ դա հենց 50-50 է լինում։ Միստր Խայմովիչ, ես ուզում եմ հասկանալ, դուք որպես Իսրայելում երկար տարիներ հակաօդային պաշտպանության ոլորտում ծառայած սպա, ինչ եք կարծում, մենք առաջիկայում այս ծրագրով, որը դուք խորհուրդ եք տալիս Ուժեղ Հայաստան կուսակցությանը, որքանով կարող ենք Հայաստանի օդը պաշտպանված համարել, այսինքն ներդնել այնպիսի տեխնոլոգիաներ, որ մեր օդը հնարավորինս պաշտպանված լինի։ The idea, I think, or the philosophy Գաղափարը եւ այն փիլիսոփայությունը, որը մենք փորձում ենք ներդնել հենց Հայաստանում, Հայաստանի ապագայի համար, այն է, որ պետք է կառուցենք նոր տեսակի, նոր հայեցակարգ, նոր մոդելներ, որոնք ապագայի մարտահրավերներին ու վտանգներին կդիմակայեն, ինտեգրելով ծառայությունները եւ համակարգերը իրար հետ, ստանալու համար շատ լավ կապ բանակի եւ այլ ոլորտների միջև, տեխնոլոգիաների եւ համակարգերի միջև։ Այսինքն հենց սա է այդ ձևը։ Ես չեմ կարող կոնկրետ ասել օրինակ այս տեսակի, այս զենքի եւ այլնի մասին, որովհետեւ գաղափարը ընդհանուր այն է, թե ինչպիսին է միջավայրը, ինչպիսին է իրավիճակը, գնահատել իրավիճակը եւ հստակ եւ շատ ուժեղ նախ եւ առաջ ծրագիր ունենալ, հայեցակարգ, փիլիսոփայություն եւ դա վերածել գործողությունների, քայլերի։ Հենց սա է այն գաղափարը, որ ես առաջարկում եմ, չեմ ասում վերցրեք մեկի գաղափարը մյուսի լուծումը եւ բերեք ձեզ մոտ։ Ոչ, պետք է շատ հստակ հասկանալ ըստ ձեր ծրագրի, որն է ձեր առաջին նպատակը, որը երկրորդը։ Սա է միակ ճանապարհը իրականության պայմաններում։ Շնորհակալություն, պարոն Խայմովիչ։
Thank you very much. Արգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերի խորհրդատու Զվիկա Խայմովիչի հետ։ Կհանդիպենք վաղը ցտեսություն։